Առաջին անգամ հրապարակում մենք այսօր ենք ստացել այս ձայնագրությունը, որ Մարտունի համայնքի կրթության բաժնից ոնց են զանգում մանկապարտեզի տնօրեններին վախացնում ու ասում պարտադրում, որ գնան Նիկոլ Փաշինյանի ՔՊԻ գրասենյակի մանկապարտեզի տնօրեններին կրթության բաժնից, ես ասացի կրթության բաժնից, այսինքն կրթական համակարգը ամբողջությամբ ներքաշված է, հիմա ես մեկ միացնեմ, որպեսզի լսվի։ Այսօր Ներողություն։ 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Սա դիմում է, տեսեք, Մարտունի համայնքի, ես սկիզբը չլսվեց։ Բարև ձեզ հարգելի տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի համայնքում օրինակ, այսպես կանչում են մարդկանց եւ դրանից հետո ցուցակագրել են տվել, ով իշխանությանը չի աջակցում, անունազգանունները գրեք-բերեք տվեք քաղաքապետարան։ Սա է այսօրվա վիճակը, որ ի սկզբանե անարդար իհարկե անցկացվում է եւ պարզել էր սա, որտեղ այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է։ Եվ ես սա նորից տեսեք այս եթերում ես հրապարակեցի, մենք ուղարկելու ենք նորից, որպեսզի քննություն տարվի եւ կոնկրետ պատասխանատուներ, ոչ թե այս տնօրենները, ում փորձում են ճնշել, չէ, այլ մանկապարտեզի աշխատողները կամ դպրոցների, այլ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Իսկ տասնյակ ընտրակաշառքի դեպքերը, որ ձայնագրությունները հրապարակվում են, դա նորմալ է։ Իհարկե, ընտրակաշառքի ոչ մի դեպք նորմալ չի։